Պարոն Սարգսյան, ինչ ակնկալիքներ ունեք այսօրվա ակցիայից։ Այն որ իշխանությունները իրենց բիրտ դեմքը ցույց են տալիս նաև անհետ կորածների հարազատների նկատմամբ, չակերտավոր իհարկե տրամաբանական շարունակությունն է վերջին շրջանի այդ ռեպրեսիվ դրսևորումների, թե նրանք առանց աչք թարթելու սրբազաններին են բանտ նետում, Միքայել Սրբազանին դատավճիռ են կարդում, Սամվել Կարապետյանին են բանտ նետում, սպանվածների, ներողություն անհետ կորածների հարազատների նկատմամբ իրենց դրսևորած է կոշտ կոպիտ վարքագիծը, գալիս է վկայելու մի բանի մասին, որ այսպես կոչված այդ սերթավ իշխանուժողականությունը հիրավի ժամանակավրե եւ այս իշխանություններից կիլոմետրերով հեռու հասկացություններ են, բայց ի տարբերություն հանրային այլ շերտերի, անհետ կորածների հարազատների հանդեպ պետությունը պարտավոր է լինել շատ ավելի զգույշ, շատ ավելի զգայուն, շատ ավելի մեղմ, շատ ավելի համբերատար, շատ ավելի հանդուրժող եւ շատ ավելի, այսպես ասեմ, կոմպետենտ պաշտոնյաներ պետք է հարաբերվեն, շատ ավելի շատ ցասում եւ դժգոհություն պատրաստ լինեն լսել, որովհետեւ այս մարդիկ շուրջ 5 տարի է զբաղված են փնտրտուքներով, իրենց զավակների վերաբերյալ հավաստի եւ վերջնական որևիցե ստույգ ինֆորմացիա ունենալու այդ հարցերով են զբաղված եւ պետությունը, ով 5 տարի չի կարող, որը 5 տարի չի կարողանում անհետ կորածների հարազատների պատասխանել, թե ինչ ճակատագրի են արժանացել իրենց զավակները, պարտավոր է այդ մարդկանց հետ հարաբերվել պատշաճ, զգույշ, չափավոր եւ հանգիստ։ Այս պարագայում Արսեն Ղուկասյանին, ով նաեւ առողջական խնդիրներ ունի, ազատազրկելը խոսում է բանի մասին, որ իշխանությունները բարոյական բոլոր կարմիր գծերը հատել են եւ պահանջներ բարձրացնող, իրենց դեմ ընդվզող, խնդիրներ առաջ քաշող, հետևողական պայքար տանող ցանկացած քաղաքացի իրենց համար պոտենցիալ վտանգ է համարում, դրա համար իրենք չեն խորշում անգամ այս ցավալի վիճակում գտնվող մարդկանց հանդեպ անգամ կիրառել իրենց ողջ բիրտ գործիքակազմը ու այս ամեն ինչի պատասխանը, ամեն ինչի անգուցալուծում ես կարծում եմ, որ պետք է լինի քաղաքական հարթության մեջ կամ առաջիկա ընտրական գործընթացներով կամ որևիցե այլ ոչ ընտրական, բայց իշխանափոխության հանգեցնող փողոցային թեկուզ եւ գործընթացի արդյունքում միայն այս իշխանություններից ձերբազատվելով է, որ հնարավոր է այս անտագոնիզմի, այս նեգատիվի, այս չարության, այս ագրեսիայի մթնոլորտը կոտրել։ Հարց կապված վերջին իրադարձությունների հետ, քանի որ անցած ամիս ԱԱԾ տնօրենը մեկնել էր Բաքու, քննարկում էր տեղի ունեցել, այսպես ասած, որ այդպես շատ չլուսաբանվեց գերիների պահով։ Ինչ եք կարծում, արդյոք անհետ կորածների հարցը եղել է օրակարգում, թե ընդհանրապես չեն էլ անդրադարձ։ Այս իշխանությունների պահվածքը առնվազն հանրային ընկալման մեջ լեգիտիմ չի։ Իրենց խոսքերը հավաստի չեն, իրենց քայլերը լավատեսություն եւ վստահություն չեն նշում ապագայի հետ կապված եւ եթե դա, չգիտեմ, ինչ որ միջպետական բանակցային ֆորմատով չի, ինչպես անում են փոխվարչապետերը, այլ քո երկրի հատուկ ծառայության ղեկավարը վեր է կենում, գնում, հասնում է ճշտամական երկրի մայրաքաղաք եւ ձեռնունայն վերադառնում է եւ առ այս պահը որևիցե արդյունք դեռևս չունենք։ Հարցերի պատասխանները պետք է փնտրել այդ տիրույթում, ենթադրում եմ, որ իրենք միգուցե ակնկալել են, որ այդ այցի արդյունքում ինչ որ իրադարձություններ կլինեն կամ գերիների տեսքով կամ անհետ կորածների հետ կապված ինֆորմացիա ճշտելու հետ կապված, բայց ցավոք առ այս պահը ունենք այն ինչ ունենք եւ նաեւ այդտեղ է երևում, որ իրենք քաղաքականապես եւ ռեգիոնալ առումով շատ ամուլ են եւ քաղաքացիների ակնկալիքները առ այս պահը գոնե սին են եւ նաեւ դրա համար եմ խնդրում, որ քաղաքական փոփոխությունները միայն հույս կբերեն, որ մենք ունենանք շատ հարցերի պատասխաններ։